Ինչպես միշտ, եթերաշրջանի վերջին ծրագիրը Կամի Ֆրենցի հետ։ Այո։ Ավանդույթները չեն փոխում։ Հարթ, սկսենք դրանից, որ երրորդ եթերաշրջանի սկիզբն ու վերջը ինստրումենտալ էր։ Այո։ Տենց էր նախատեսած։ Այս եթերաշրջան շատ յուրահատուկ էր, որովհետև առանձնահատուկ էր նաև ինձ համար, որովհետև ես կարողացա իմ հեղինակային ստեղծագործություններով ներկայանալ, նաև ոչ միայն գործիքավորող, այլ նաև կոմպոզիտորը հենց կոնկրետ ստեղծագործությունների, ու երբ որ առաջարկեցի, որ ինտրո անենք եւ աուտրո ունենա նաեւ հաղորդումը, շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց դա տեղաների կողմից, այո։ Նույնիսկ մեկ վայրկյան չենք մտածել, ասել ենք այո, պետքա լինի։ Ու շատ շնորհակալ եմ տղեկին, որովհետեւ չէր կարա այդ ամեն ինչը հնչել այնպես, ինչպես հնչում է, եթե նրանք չնվագակցեին։ Եթե նրանք, չգիտեմ, Նորոյի սոլոները այդ ամեն ինչի մեջ մի հատ յուրահատուկ համ է տալիս ու շատ շնորհակալ եմ բոլորից, որովհետև այս եթերաշրջանում առանձնահատուկ ուրիշ կերպ ենք վերաբերվում, ուրիշ պատասխանատվությամբ ենք վերաբերվում, ոնց որ ունես արած գործ արդեն թողած ու պետքա նորը անելուց արդեն այնպես անես, որ հանկարծ չզիջի, դեռ մեկ բան էլ պետք է ամեն ինչ ավելի բարձր աստիճանի վրա լինի։ Մի քիչ կարող է մեծ արա, որ դեպի այս կողմը գա։ Մինչև այստեղ հասնի։ Հոմյա տեղի կորացես ու տալցես։ Երբ որ Արտուրը խոսում է Կամի Ֆրենցի երաժիշտների մասին, բոլորին նշում է, ասում է, գովում է, եւ իսկապես ամեն մեկի լոման շատ կարեւոր է իհարկե։ Քո մասին խոսում է մի քիչ ավելի շատ է գովում։ Նոր։ Զիլա։ Դե իրականում Այս հարց չէր ուղղակի։ Իրականում ես շնորհակալ եմ Արտուրին դրա համար, բայց կարծում եմ բոլորս երաժիշտները խմբում բոլորն էլ նույնքան գովասանքի ու արժանի են, որովհետև բոլորս պրոյեկտի համար ներդրվել ենք մեր մաքսիմումով ու այն ինչ որ հնարավոր էր տվյալ ժամանակահատվածում մաքսիմալ լավ ձևով անել, մենք բոլորս ոչ մի ջանք ու եռանդ չենք խնայել դրա համար, անկախ ժամից, անկախ գրաֆիկից ու դա ինձ թվում է այնպիսի վերաբերմունք է դեպի գործ, դեպի ընդհանուր այդ մեր գաղափար, որ պարզապես բոլորս պարտավոր ենք մեկս մյուսին շնորհակալ լինել ամեն ինչի համար։ Նոր վերջացնում ենք։ Երրորդ եթերաշրջանը։ Ինչ կասես, եթե կա ասելու։ Դե երրորդ եթերաշրջանի վերջում կարամ ասեմ, որ կա շատ մեծ շնորհակալության զգացողություն։ Գիտեք, շատ կարևոր է, որ երիտասարդ երաժիշտերին հարթակ է տրամադրվում վերջի վերջը ու շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, թե հանրային հեռուստաընկերությանը, թե առհասարակ պրոյեկտի մեր Վահագն Գևորգյանին, ում գաղափարով այս ամեն ինչը կայացավ, թե Արտուրին, ում անքուն գիշերների արդյունքում այս ամեն ինչը կայացավ ու բոլոր ստաֆին, ովքեր որ տեսախցիկներից դուրս են աշխատում եւ ներս են աշխատում, բոլորին մի խոսքով շատ շնորհակալության զգացողություն կա, որը որ ուզում եմ անպայման ասեմ։ Կա բավարարության ինչ-որ չափով զգացողություն, որովհետեւ բոլորս էլ երաժիշտների մասով եւ Կամի Ֆրենցի մասով եմ ասում, գիտենք, որ տվյալ ժամանակահատվածում հնարավոր մաքսիմալը փորձել ենք անել, վերջի ջանքներ ենք դրել, որպեսզի ունենանք լավագույն տարբերակը տվյալ աշխատանքի, բնականաբար ժամանակի բերումով մեկ-մեկ կարծ զգացողությունը, որ էլ ավելի լավ կարող է լինել այս գործը, բայց էլ եմ ասում, հնարավորինս ամեն ինչ արվել է տվյալ ժամանակահատվածում, անել ամեն ինչ մաքսիմալ լավ, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվենք մեր ամենալավ տարբերակով ու հուսով եմ ստացվել է։ Քեզ հասի ամոր գրկի, վերքերդ բուժելա։ Հեղինակային դու մի լա երգի մասին ենք խոսում Անուշիկի հետ։ Ջան։ Զիլա ստացվում։ Հա։ Շատ։ Հա։ Դե պատմի։ Վայ, իմ համար իրականում այս երգը ոնց որ ինչ-որ ձեռնոց նետոցի լիներ, բայց շատ հետաքրքիր պրոցես էր, ի սկզբանե պետքա լիներ դուետ այս երգը, ոնց որ պրոյեկտը տենց էր մտածած, որ պետքա դուետներ լիներ, բայց Այդ ինչ եղավ։
Դուետը պետքա լիներ Ֆորշի հետ, բայց խնդիրներ եղավ ու Ֆորշը չեկավ, առողջական խնդիրներ եղավ, բայց երգը ամբողջովին կառուցվել է Ֆորշի հետ իմ մտքում էլի, երբ որ իմացա որ պետքա Ֆորշի հետ երգեմ, դեռ երգը չկար։ Պետքա գրվեր երգը։ Սկսեմ ստեղից էլի, նստած ենք ստուդիայում, արդեն պարզ էր, արդեն Ֆորշը համաձայնվել էր, որ պետքա երգենք, Արտուրը ոնց որ միշտ ինչ-որ մագիա է անում, նստած դկ, արագ, ու դդ երգը եղավ, կար, արդեն երգը կար, ու ես շոկի մեջ ասում եմ, մամա ջան, ես ինչ պատասխանատու պահա, բա ես ինչ եմ անելու, ու ես իրոք չգիտեի ինչ եմ անելու, որովհետև իմ ամբողջ մտքերը խառնվել էին իրար, քիչ Արտուրը մի հատ հեքիաթային գործ էր արել, արդեն շատ լավ էր ու ես շատ վախենում եմ, այդ քիչը համել պետքա Ֆորշի հետ երգես ու չգիտեի ինչ բառեր պետքա գրեմ, իմ ամբողջ մտքերը խառնվել էին իրար, որովհետև ես ասում էի դու չպետքա կեղծավոր լինես, որովհետև այն մտքերը բա որ սենց գրեմ, սենց լինի, բա որ նենց գրեմ, ավտոմատ այդ գայթակղությունները բոլորիս դուրը գալիս է ոնց որ ասում բայց հիշում եմ, որ սենց մի հատ գնոցի այն աշխարհ հետ եկա Ասի Անուշիկ, դու պետքա գրես, ու Արտուրը հիշում եմ, որ մեր չաթում գրել էր, Անուշիկ, շատ լավն է այս գործը, դու պետքա այդ բառերը, դու պետքա գտնես, դու պետքա գրես, ու ես վստահ եմ քո վրա, ես հիշում եմ, որ սենց մի անգամից ոգևորվեցի, ես շատ վախեցած էի ու տենց համարյա կոտրված, հիշում եմ նույնիսկ բառերի կեսը գրել էի, գնացի ստուդիա Արտուրին ասացի, ես մոլորվել եմ, ես խճճվել եմ, ես չգիտեմ ես ինչ եմ անելու, Արտուրս մեր լավա, բայց ես չէի հավատում, ինձ թվում էր ուղղակի ասում լավա, որ ես ոգևորվեմ, որ ես չնեղվեմ ու այդ մտքերով, հիշում եմ, սենց կեսը ձայնագրեցինք երգի ու ես նոր գիտակցեցի, որ այդ երգա որ ինքը կա, ու շատ հետաքրքիր մի հատ պահ կա կրկներքը, որ գրել էի Մեղեդին, չի կարում երգեի, չի կարում, ու տես իմ հետ շատ է լինում, ինչ-որ բան եմ մտածում ու չեմ կարում անեմ, ու իմ մեջ մտածել էի, որ հաստատ Ֆորշը կարա անի, հույսս Ֆորշն է։ Հույսը Ֆորշի վրա էր։ Ամբողջովին, բացի են, որ բառերը շատ ներկա է Ֆորշը, լավ սենց ասեմ, անսահման ներկա է այս երգի մեջ ինքը, համել ես հույսս էլ դրել է իրա վրա, որ նաև Մեղեդին էր երգելու լավ, ես չէի կարում իրա ձայնով էի պատկերացրել ու շատ վերջում այն ինչ որ ստացանք այդ երգից, ես իրոք միջև վերջ չէի հավատում, որ ինքը երգը, ես շատ խճճված էի ու երեխեքը որ ասում են Անուշիկ օպրեսը տարապես չէի հավատում, ինձ թվում էր ինձ խաբում են, որ ես չնեղվեմ։ Բայց հիմա ամենայն անկեղծությամբ շատ հպարտ եմ, որ այդ երգը ստացվեց։ Ես իրոք այդ երգերից է, որ ծնվել է ինքը այն որ կոնկրետ ես էներգիա, ժամանակ ու շատ մեծ էմոցիաներ եմ ծախսել, կարելի ասել այդ երգի վրա, շնորհակալ եմ Ֆորշին ու հույս ունեմ, որ մենք մի օր այս երգը իրար հետ կկատարենք, հույս ունեմ, որ նա հավատում եմ ես, որովհետև ես իրան պատկերացնելով եմ գրել ես բառերը, ինքը մոնոլոգ դիալոգ է ֆորմատը, հուսով եմ հանդիսատեսը կգնահատի իմ տանջակը ու Արտուրի տված այս սերը, որ չեմ կարող նկարագրեմ, շատ մեծ հուզմունք, շատ հուզիչ է, ասենց թախից կա այդ գործի մեջ, որը որ հարմոնիայի տեսանկյունից Արտուրը ուղղակի գերել է ինձ։ Դու մի լա այո Անուշիկ այո Ես ուզում եմ առանձնահատուկ Անուշիկին ասել շնորհակալություն, որովհետև այս եթերաշրջանում ինքը իր մեջի այն ամենա խորքից, հոգու խորքից հանեց այն տեսակ երգի խոսքեր, այն տեսակ մեղեդիներ, ինքը այն տեսակ էր զգում, չգիտեմ, ասում էի անարի, սենց բան եմ մտածել,
իրականում պետքա սա էլ դուետ լիներ։ Կաներես, ես ուզում եմ ասի, որ երրորդ եթերաշրջանում Անուշիկը սենց տասնապատիկ ոնց որ սենց բացվեց մաքսիմալ, հա։ Շատ ուրախ եմ, որ ունենք այս ստեղծագործությունը մեր արդեն իսկ օրիգինալ ստեղծագործությունների ցանկում։ Ինքը շատ յուրահատկություն ունի, ինքը շատ մեղեդային է, շատ չգիտեմ, հոգուց է գալիս այդ ամեն ինչը ու գիտես, երբ որ բանը լսում էի, դեմո տարբերակը լսում էի մի օր, հələ երգը չէր ստեղծվել, այսինքն մեղեդին ու տեքստը դեռ բան չէին, իրար հետ զուլված չէին, դեռ մենակ դեմո տարբերակներ։ Լսում եմ, ասում եմ, շատ մեծ պոտենցիալ ունի ես ու աուդիո եմ թողում Անուշիկին, ասում Անուշիկ, այս դեմոն շատ լավն է, պետք է շատ սիրուն երգ գրել սրա վրա, բան։ Մի խոսքով, հետո եկավ ստուդիա, ասեց արդ մի հատ արիտես ինչ եմ մտածել, լսեցի ու մի անգամից դավայ գնում ենք ձայնագրման։ Անմորած պահերն են անգամ մորացվել ինձ իմ սովորած դասնա մեծացրել ինձ չեմ հիշում ինձ ով ցավացրել ինչով հարվածել չեմ հիշում քանի անգամ եմ կորացել դու միացավ ու շավիտ խարի Քեսիրի մի մխիթ հարի Տարապանքը մեշի խորդակի Ստապվում ենք խելքի արի Թե մի օր չլսես Ներքին ձայնը քո Դու վերադարձիր Հենց քո ձայնի ներքո Ոչ մի օր էլ չլրես Հենց Մորացել սիրուց ոչ թե ցավից Ենքան եմ թողացել ես նետվել եմ հենց իմ նավից Ենքան եմ խորացել Չշտապենք չմնանք մեզ սպասելով Ներքուստ անհաշ սեր որոնելով Հանկարծ չնայես քեզ ուրիշի հայլիով Ես քեզ ասում եմ աչքերիս մեջ նայելով Մի լացավ ու ժավիտ խարի Քեսիրի մի մխիթ հարի Տարապանքը մեշի խորդակի Ստապվել ենք ուշքի արի Թե մի օր չլսես Ներքին ձայնը քո Դու վերադարձիր Հենց քո ձայնի ներքո Ոչ մի օր էլ չլրես Հենց Արդ նախ ուզում եմ Կամի Ֆրենցի մասին, գիտես, ասել հետևյալը, որ բացի նրանից, որ պրոֆի եք բոլորդ, նաև սենց շատ ջերմ տաքուկ հարաբերություններ կա, ինչ որ ես տեսնում ու միանշանակ դա նպաստում է գործին, էլի չէ, որտեղ ինքան լավն եք ու միմյանց նկատմամբ ուշադիր, որ սենց հավես է մի խոսքով։
Շատ։ Շատ լավ։ Թե իրականում շատ հավես է, իհարկե անհամաձայնություններ են լինում, դե նորմալ է, աշխատանքային process է, բայց իրականում այո։ Մենք բացի երաժշտական գործունեությունից նաև առանձին մեր կյանքով տենց ընկերություն ենք անում։ Երրորդ եթերաշրջանում ահռելի գործակա կատա իսկապես շատ մեծ, ինչպես միշտ եւ առաջինում եւ երկրորդում վերջին խոսքը ձեր մեր երրորդ եթերաշրջանի այս ավարտական ծրագրում խնդրեմ։ Ես շատ կցանկանամ, որ հեռուստադիտողը լսի միշտ լավ որակով երաժշտություն, շատ ավելի հաճախ են կենթանի հնչողությամբ համերգների եւ իհարկե YouTube-ով նայելը, հեռուստատեսությամբ նայելը դա իր յուրահատկությունն ունի, բայց նաև հաճախ են շատ հաճախ լավ համերգների։ Մենք փորձում ենք դա անել որակով, մատուցել դա մաքսիմալ պրոֆեսիոնալ կերպով եւ դա ահռելի աշխատանք է, որը միայն կարող է գնահատել հանդիսատեսը։ Այնպես որ լսեք լավ երաժշտություն։ Կուզենաս լինի 4-րդ եթերաշրջան։ Ես կուզեմ, բայց դեռ ժամանակը ցույց կտա։ Բայց կուզես։ Կուզեմ, հա։ Դե ինչու՞ չէ։ Այո, իհարկե, շատ լավ գործ է արվում, շատ փոփոխություններ ներառվում ու հիմա իմ կարծիքով լիքը բան մենք առաջի ստուդիան ավարտվում է, բայց մենք մեր անելունը դեռ պետք է անենք շարունակ։ Շարունակենք անել։ Հո վերջում դե փակում ենք եթերաշրջանը եւ քո խոսքն էլ է կարեւոր, ինչ կասես, չգիտեմ, կմաղթես, կուզենաս, որ լինի։ Ես Հա, ես շնորհակալ եմ նախ բոլոր առաջի ստուդիայի անձնակազմից, ովքեր ջանք չխնայեցին եւ մեր հետ զուգահեռ արեցինք շատ մեծ ծավալուն աշխատանք։ Շնորհակալ եմ Կամի Ֆրենցին, իմ ընկերներին, ովքեր որ եւս մեկ անգամ ոնց որ իրանց վրա վերցրեցին այս մեծ պատասխանատվությունը ու բարձրակարգ մակարդակով, այսպես ասած, տակից դուրս եկանք։ հաստատ։ Ու ուրախ եմ, որ եւս մեկ անգամ առիթ եղավ ցույց տալու մեր ճաշակը, մեր երաժշտությունը, ցանկացած երաժիշտ իր մասով իր ճաշակը ներդրեց այս գործի մեջ ու հանդիսատեսին էլ եմ ասում, ոչ թե վստահ եմ, որ դուր ա եկել, ու փաստերը շատ են։ Կարող ալհամես թվա, բայց ինձ թվա, որ այո։ Հա, այո։ Քեզ եմ շնորհակալ, ով ջան։ Ես էլ եմ շնորհակալ շատ Գրիշ ջան։ Սա երկրորդ անգամ է, որ աշխատում եք իրար հետ։ Ոնց ստացվեց, այս անգամ ոնց էր։ Այս անգամ հատկանշական է այն առումով, որ երգը նոր է եւ շատ հետաքրքիր համագործակցություն է, որովհետեւ իրականում Ռոբի հետ մանկության ընկերներ ենք։ Շատ փոքր էինք այդ ժամանակ։ Շատ փոքր էինք։ Այստեղ կդնենք նկարը։ Նկարը։ Դե ես մասնակցում էի մի նախագծի Հայ սուպերստար է։ Հայ սուպերստարն էր 2010, չէ 11, 12, 12, չէ 10։ Հա? Շատ 13-14 տարի առաջվա պատմություն։ Մի խոսքով եւ այդ թվերից ճանաչում ենք իրար, Ռոբն էլ դե աստղիկների աստղներ։ Մի հատ երգի էլի կապոտ երգինք։ Քեշ այդ երգը։ Մուզիկա եկոնջե։ Եվ առաջինն էլ էր հետաքրքիր, բայց քանի որ cover տարբերակ էր, այս երկրորդը շատ ավելի հետաքրքիր էր, ինչպես ձայների, տեմբրերի տարբերությունը կլինի, այդ նոր մեղեդին ինչպես կներկայացնենք եւ իհարկե ամենակարևորը թե հանդիսատեսի դատին հանձնելուց հետո ինչ արձագանք կունենա երգը։ Երբ որ լսեցի, շատ հետաքրքիր էր, էներգետիկ առումով միանգամից վերցրեց երգը, միանգամից ես ինձ պատկերացրեցի այդ երգը երգելիս, իսկ երբ որ ես երգը առաջին անգամ լսում եմ ու իմ ձայնը այնտեղ լսում եմ, ուղեղումս, ուրեմն դա ես կերգեմ։ Այստեղ էլ Արտուրի աշխատանքը, Կամի Ֆրենձի աշխատանքը,
թիմային ուժեղ հզոր աշխատանք, որը ես շատ գնահատում եմ եւ շատ մեծ սիրով արդեն 46-րդ անգամ համագործակցում եմ առաջին ստուդիայի շրջանակներում։ Ռեկորդակիր է Սոնետ հարցում։ Ես նախ մի հատ բան ասեմ, որ առաջին դուետը մենք այսօր տեսանք, որ արդեն հատել է 1 միլիոն դիտումի շեմը մի գնան։ Զիլա, այսքան 1 միլիոնը հատեցինք արդեն։ Մերսի, որ լսում եք, շարունակում եք լսել։ Մի գնա, քեզ խնդրում եմ մի գնա։ Մի հատ անցեք այդ երգը մի հատ էլ լսեք ու իրականում ասեմ, որ երևի թե այս պրոյեկտի այն երգն է եղել կներես երգը, որ նկարահանումը տեղի էր ունենում, մենք հենց այդ ժամանակ ձայնագրվում էինք երգը։ Շատ բարդ էր ու Արտուրը իրականում հենց նկարանման տեղում երբ որ լսեց երգը առաջին անգամ, այսինքն վերջնական տարբերակով հավանեց, ասեց երգը շատ լավ է, շատ։ Քանի որ ձայնագրված տարբերակով չէր լսել, մենք առանց Արտուրի էինք ձայնագրվել երգը։ Ու ամենաարագ գրված երգն է երևի թե մի քանի ժամում։ Քանի որ երգը կոչվում է կներես, Ռոբ, երբ ես դու վերջի անգամ ասել կներես եւ դու Սոնա։ Երբ 13 վայրկյան առաջ երբ որ խոսում էի երգի մասին։ Դու Սոն։ Եվ երբ որ ինձ սխալ ժամ էր ասել, եթե իրան լսեի, պետքա մի շատ ժամանակ առաջ ստեղ լինեի, բայց 4 ժամ հետո եղավ նկարահանումը, դրա համար արժեր ասել։ Կներես Սոն։ Իսկ դու Սոն։ Լավ, Ռոբ, Սոն իսկ դու։ Ես ամեն օր Մարին ասում եմ կներես։ Դե կներեք մեզ։ Իրականում շատ էմոցիոնալ երգ է ու երբ որ Արտուրը այդ ժամանակ Սոնան Ամերիկայում էր գտնվում, երբ որ երգը ստեղծվում էր ու Արտուրը երբ որ ստուդիայում սենց նվագեց առաջին հատվածը, առաջին բառը եղել է երբ որ եկել է հենց էլ ինձ չասես կներես աչքերիդ նայելով ասում եմ ուղակի միանգամից մեղեդու հետ եկավ, իսկ երբ որ գալիս է բառը այդ ժամանակ որոշում եմ ինձ թվում է պետք չի փոխել, որովհետև այդ ամենաանկեղծն է լինում ու ինձ թվում է այդ այն բառերն է, որը որ շատ մարդիկ իրար կարան ասեն։ Իհարկե շատ կներեսից այդ բառը մի քիչ արժազրկվում է, բայց երբեք մի խուսափեք այդ բառը ասելուց, որովհետև ամենագեղեցիկ ու հոգին քանդող զգացմունքները եւ էմոցիաները առաջանում են հենց այդ բառից հետո։ Այնպես որ մի խոսափեք կներեսից։ Երբ սիրում ես պետք է ասես կներես։ Ժամը, չունեմ ժամ։ Մեկը երևի։ Սոնա եւ Ռոբի դուետի մասին խոսենք կներես։ Միամիտ ստացվեց։ Էլի շատ ընդհանուր հաղորդումը ունի էլի մի ձեռագիր, մի ուղղվածություն ու քննարկում ենք թե ում հետ պետք է կատարենք։ Այդ ժամանակ էլ Սոնայի թռնոցին նոր դուրս էր եկել մեզ մոտ։ Հասկացանք, որ Սոնայի հետ էլ Ռոբը արդեն փորձ ունի դուետի ու իրանք շատ համահունչ են իրանց ձայները։ Ինչու ոչ։ Ու ստացանք շատ գեղեցիկ ստեղծագործություն։ Ես հիշում եմ ձայնագրման օրերը, երբ իդեպ ես ուզում եմ Կարենին Օհանյան շատ ողջունել, ով ինձ այս ամբողջ ընթացքում օգնել է թե ձայնագրությունների առումով, թե տեխնիկապես ինչ-որ գործողություններ կատարելուց ու ես ասեցի ժողովուրդ կներեք, ես պետքա գործիքավորում անեմ, կողքի սենյակում իմ ուրիշ համակարգիչով առանձնացա, իրանք մտան ձայնագրության ու ոնց որ դեմո տարբերակը երբ որ ձայնագրում էինք արդեն բարձր ինչ էր, Սոնան նոր էր եկել Ամերիկայից մի քիչ այդքան էլ ձայնը բան չէր, քնած էր, հենց չէր, հոգնած էր, հա, ասես լավ 2 օր հետո գամ, որ հանգիստ գժվենք, ասի օքեյ։ Այնպես ստացվեց, որ վերջնական ձայնագրությունը ունեցել ենք հենց նկարահանման օրը։ Այո։ Ու ես հենց այդ վերջնական ձայնագրությունը լսել եմ նկարահանման հրապարակում։ Լույս։ Տես չեղել, չէ՞, առաջին անգամ որը չէ, դե ասում եմ, ոնց որ նախնական տարբերակը իրար հետ ձայնագրվեցինք, բայց քանի որ Բայց վերջնականը Կարեն Օհանյան շատ շնորհակալ եմ իրան։ Միակ մարդում կարող եմ ես վստահել այդ գործառույթը, դա երևի մենակ Կարենն էր։
Եկան նկարահանման հրապարակում Կարենը արդեն ուղարկեց վերջնական տարբերակը միացրեցի, ասես լսում եմ, ասես վերջ եկավ, ասեցի ապրեք երեխեք, ապրեք։ Մեր մյուս հիթը իմ կարծիքով պատրաստ է ու շատ կուզեմ որ մարդիկ լսեն, գնահատեն ու տեսնենք, սպասենք ինչ մեկնաբանություններ կթողան։ Ինձ չասես կներես աչքերիդ նայելով ասում եմ Էլ ինձ չասես սիրել ես արտասվում ես բայց լուր ես Էլ ինչ անեմ սարել ես ախր հերիկա հունից անել ես կնից անել ես ինձ անընդացը դել ես Չասես կներես աչքերիս նայելով ասում ես Գիտեմ հաստատ սիրել եմ հոգնել եմ լուր շփթում եմ Հերիկա հունից անել ես ինձ ներսից կանդել ես Սարել եմ սպարվել Նա եթե խոսենք առաջին ստուդիայի մասին, կարծիքների, կոմենտների, մասին, գրեթե ես ամենայն դեպս չեմ լսել ինչ որ վատ կարծիք, հետաքրքիր է, շատ քիչ է լինում, որ որևիցե ծրագրի նախագծի մասին գրեթե ոչ մի վատ բան չասեն։ Այդ իհարկե շատ հաճելի փաստ է։ Ինչ կասես երրորդ եթերաշրջանի մասին, այ քո կարծիքը մեր նախագծի ու երրորդ եթերաշրջանի մասին հատկապես։ Տեսեք, երրորդ եթերաշրջանը իմ համար ֆունդամենտալ տարբեր էր առաջի երկու եթերաշրջաններից։ Մենք որպես թիմ, որպես լավ անձնակազմ, այս ամեն ինչի մեջ արդեն շատ լավ մեծ պատկերացումով ենք սկսել երրորդ եթերաշրջանը։ Ամեն մեկս իր անելիքը, ամեն մեկս այն հավաքած, այդ դաթարի ընթացքում հավաքած էմոցիաները, էներգիան։ Շատ լավ պատկերացնում ենք թե երրորդ եթերաշրջանը
ոնց պիտի ընթանա։ Ու իմ համար ամենակարևոր, ամենահետաքրքիր նորությունը, որ տեղի ունեցավ երրորդ եթերաշրջանում, այդ երկու գործիքային կատարումներն էին։ Ուրիշ բան է, երբ երգում կան բառեր եւ քո էմոցիան, երգի իմաստը հանդիսատեսին հասցնում ես բառերի միջոցով, բայց երբ որ բառերը չկան ու երաժշտության մեղեդիների միջոցով ես այդ էմոցիան փոխանցում հանդիսատեսին, այդ մի հատ ուրիշ ավելի վիճակ է։ Կարծում եմ երրորդ եթերաշրջանի ամենամեծ առանձնահատկություններից մեկը դա է եղել։ Հակում քանի որ սա մեր վերջի ծրագիրն է եթերաշրջանի, ինչ կասես գե։ Ինչ ունես ասելու, չգիտեմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ու մասնակցությամբ ես իմ կյանքի այս փուլում ունեցա այս նախագիծը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Կամի Ֆրենցի յուրաքանչյուր անդամին, ովքեր մեծ հոգատարությամբ իրար այսպես պահած այս դժվար ծայրահեղ ծանր գրաֆիկը իրար հետ հաղթահարեցինք, եւ նաեւ բոլոր Կամի Ֆրենցի անդամներից դուրս անձնակազմին, ովքեր որ նույնքան էներգիա ու մոտիվացիա են հանդիսացել այս պրոյեկտի կայացման գործում։ Շնորհակալ եմ բոլորին։ 5 6 3 5 եկավ 3 եկավ 6 Ամենաբարդ գործը քեզ համար։ Ամենաբարդ գործ երևի թե չեմ առանձնացնի, եղել են գործեր, որ բարդություն ներկայացրել են իրանցից նվագելու, ոչ թե ինչ-որ ռիթմիկ մոտեցում, այլ ընդհանուր որպես երաժշտական մոտեցում բարդություն ներկայացրել, թե ոնց մատուցես ու ոնց առհասարակ նվագես, որ ունենա Կամի Ֆրենցը իր երանգը, ունենա ինչ-որ երանգային տարբերություն, չնմանվի օրիգինալին, չնմանվի այլ ինչ-որ մի հատ գործի, ունենա ինչ-որ կոնկրետ երանգ, որը որ Կամի Ֆրենցինն է։ Եղել են մոտավորապես մի 7-8 գործ, եղել են, որ սենց ձայնագրվում ես, նվագում ես, հետո հասկանում ես, որ ինչը որ պետքա հնչի, ինչը որ պետքա լինի, ու ոնց որ նորից երկրորդ կամ երրորդ անգամ հաջորդ օրը լսելով, չորրորդ անգամ հաջորդ օրը լսելով, նոր հասկանում ես, որ այնա ինչ որ պետքա։ Լսի, դե գուշակում եմ, որ չորրորդ եթերաշրջանը դե կուզենայի որ լիներ, ինձ թվում է դուք էլ հերոստայի տոներ ժամանակը ցույց կտա, առաջ չընկնենք։ Ինչ կասես որպես փակում, ինչ կասես Կամի Ֆրենցի մասին, սենց ամփոփիչ։ Կարծում եմ 4-րդ եթերաշրջանը դեռևս մի քիչ շուտ է խոսալ նամանավանդ Արտուրի ներկայությամբ, որովհետև Արտուրին կոնկրետ պետք է վերականգնվել։ Մեզ էլ ինչ-որ չափով, դե հա, որ պետք է ոնց որ ունենալ այդ մոտիվացիան, ունենալ այդ պաշարը 4-րդ եթերաշրջանի համար կուտակել ինչ-որ ինֆորմացիա, որը որ կարելի է արդեն որպես երաժշտություն, որպես հայկական երաժշտություն ներկայացնել։ Ընդհանուր 3-րդ եթերաշրջանի մասին եթե խոսանք, կարծում եմ մեծ մոտիվացիա է եղել իրար հետ, իրար օգնելով ինչ-որ գործ անելը, մեկս մյուսին թևուտիկունք լինելը, հա, այսպես ասած, որովհետև մեկս մյուսին լրացնելը, որովհետև առանց դրա կարելի ասել անհնար կլիներ, որովհետև հսկայածավալ գործ ենք արել, մոտավորապես 150 աշխատանք, 150 ստեղծագործություն ենք արել 3 եթերաշրջաններում ու կարծում եմ այս ընկերությունը ոչ միայն երաժշտականը, այս ընկերությունը իհարկե հիմքը հանդիսանում է երաժշտությունը, որ մենք կարողանում ենք իրար հետ ընդհանուր եզրեր ունենալ, ընկերություն անելու, ընդհանուր ստեղծագործելու։ Այս կօգնի երևի նաև 4-րդ եթերաշրջանին, կօգնի միգուցե նաև 5-րդ եթերաշրջանին։ Այդ շատ է դուրս գալիս։ 4-րդը առավել եւս 5-րդի մասին խոսեց Հակոբը։ Ես եմ շնորհակալ, որ Կամի Ֆրենցը, այո, Կալի անդադար խոսել, բայց փաստը նա է, որ ձեր ընկերությունը, ձեր պրոֆեսիոնալ լինելը, ձեր այդ իրար լրացնելու, իրար կողքին լինելու
բերես նրան, որ մենք 150 ուղղակի պատկերացրեք, էլի 150 գործ արվել 3 եթերաշրջանների ընթացքում։ Ու ամեն մեկը յուրովի հետարքիր տարբերվող տենց չի տենցա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Կամի Ֆրանց։ Ձեր բոլոր դուետներն են լավ։ Բայց այս բան խոսում ենք միտքը սերա։ Էլի շշմելու դուետի մասին, հա, ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ նկարահանման ընթացքում ու առհասարակ երգի ձայնագրման ընթացքում այն էներգիան շնչահեղձ էինք լինում, որովհետև երգը ի սկզբանե երբ որ կար, արդեն մենք չենք մտածում, որ տենց էմոցիաներ կապրենք, բայց վերջին էմոցիայով, վերջին էներգիայով իրականում ասում եմ Գրիշ, որ վերջին էմոցիան ու էներգիան այս պրոյեկտի կարող եք այս երգի մեջ տեսնել հստակ։ Հա, ու մի հատ բան ասեմ, միշտ որ ասում եմ մեր երգերը մեր երեխեքն են, բան, ես տենց եմ սիրում էլի մեր երգերին, կոնկրետ երեխու պես, այս մի երգին թորան պես եմ սիրում։ Ես իր հանդեպ տենց զգացմունքներ ունեմ, ոնց որ թորս լինի, էլի դες հատուկ ուրիշ ձև եմ սիրում։ Այս երգը լյուբիմչիկն է, էլի։ Սիրելին է։ Ոչ թե որովհետև ինքը ամենալավն է, ոչ թե որովհետև ինչ որ մի բան մյուսներից իմ համար տարբերվում է արժեքի տեսանկյունից, որովհետև բոլոր երգերն է, որոնք որ մենք արել ենք, թե հեղինակայինները, թե cover-ները, մենք նույն մոտեցմամբ մենք արել այդ գործերը, էլի, մեկը ամբողջ սիրով եւ ամբողջ նվիրումով, բայց կոնկրետ այս երգը ասում եմ թորապես է շատ քաղցրն է, նենց էներգիա է տալիս։ Ես վստահ եմ, որ այդ էներգիան կերևա ու կզգացվի։ Այո, իրոք միտքը սեր է, շատ սիրեք, ու ես շատ կուզեմ, որ մեր հասարակությունը առհասարակ շատ սիրի։ Այո։ Ամբողջ աշխարհը մենակ այդ շատ սիրելով ապտտվել։ Սեր։ Այո։ Վայելեք։ Այո։ Սեր։ Միտքը սերա։ Այո։ Մեր առաջի փակման հաղորդման առաջի ստեղծագործությունը, որին անդրադարձել ենք, չգիտեմ, հիշում եմ առաջի ռեակցիան, երբ որ Վահագը առաջին անգամ լսեց երգը։ Եվ ես Անշիկրոբը աշխատել էինք, ինքը շատ ռոքային տրամադրությունով, ուղղակի սկիզբը ընդհանրապես չի տրամադրում, որ հեսա ռոք այդ ամեն ինչը դառնալու։ Դե Վահագի հայտնի պատմությունը, սերը դեպի ռոք։ Ու ես հիշում եմ, միացրեցի սկիզբը երգում ենք, Վահագը սա լսում է, մեկ էլ հենա ու Վահագը սենց եղավ։ Իրա սրտով։ Հա, սենց ես միանգամից նկատեցի այդ հայացքը։ Ու այդ ամենահատկանշական պահն էր, որ ես հիշում եմ։ Չգիտեմ, շատ ենք սիրում մեր ստեղծագործությունները նոր, որովհետև այն ինչը որ այս պահին մեր մեջ է, մենք միանգամից հանում ենք ու ի ցույց ենք դնում աշխարհին։ Հենան էլ այն ստեղծագործություններից է, որը հաստատ մենք վստահ եմ ուղղակի, որ կկատարենք կենթանի բոլոր միջոցառումներին, բոլոր համերգներին, ինքը ինչու՞ միայն գործը, թե ընդհանրապես։ Կան գործեր, որ էլի հեղինակային են կապ չունի, բայց օրինակ կոնկրետ ֆորմատի մեջ իրան պետք չի երգել, չի սազելու, չգիտեմ, կգցի ռիթմը ընդհանուր համերգի։ Հենան ունի այն տեմպո ռիթմը, որը մարդկանց հաստատ այդ պահին կհասցնի այն նպատակակետին, որի մասին մենք մտածելով գրել ենք։ Ինչու եմ ասում հենա, ոչ թե միտքը սերը, որտեղ ամենասկզբում, երբ որ դեռ նոր երգը գրված էր, դե վերնագրերը մենք վերջի պահին ենք որոշում։ Գրիշա ջան, ոնց ենք վերջնական որոշում, այո, բայց իրա կրկներքը որ հենա, էս ինչ արև, այտենց տպավորված էր էլի մեջ։ Ինչքան էլ ցավա գնա դուրը բացա ինձ միշտ լավա իմ ցավը լվացվածա ժամանակը ընթանա կյանքը ամենանա ով քեզ նմանա քո տուննա ամենանա ամենանա հետը սամյանա էլի անետանա ավելի հավելանա ամենանա Sanetana, Eliana, Hera, the scene, Jareva.
ծրագրի հեղինակ, պրոդյուսեր Վահագետ ենք շփվում այս պահին։ Ինչ տվեց առաջին ստուդիան ձեռքբերումների մասին։ Իմ համար ամենամեծ ձեռքբերումները դա այն 8 ստեղծագործություններն են, որ Conference այսօր ունի, դա բացման եւ փակման ծրագիրը։ Իմ համար ամենամեծ ձեռքբերումը դա է, որովհետեւ մենք ստացանք մեր ծրագիրը, մեր ոճը ի շնորհիվ այս եթերաշրջանի աշխատանքների ու թե Ռոբը, թե Անուշիկը, թե Արտուրը տվեցին ֆանտաստիկ ստեղծագործություններ, որոնք որ կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ սա սկիզբն է այն ստեղծագործական կյանքի հեղինակային, որը որ հիմա դրվեց եւ դեռ երկար կունենա։ Ամենազիլ կոմպլիմենտը որ ստացել իմ համար ամենամեծ կոմպլիմենտը որ ստացել ենք դա երբ դու Մաշամնջյանին հարցրեցիր ինչ է տալիս այս պրոյեկտը ինքը ասեց արժեք է ստեղծում իմ համար դա ամենամեծ կոմպլիմենտն էր որ ես լսել եմ ու երբ դրանից ավել դժվար էր ստանալ ավարտում ենք եթերաշրջանը ինչ պլաներ կա առաջիկա պլանները շատ են վերջապես եթերաշրջանը ավարտվեց որովհետև եթե անկեղծ ես սպասում եմ երբ ավարտվելու որովհետև պլանները շատ են եւ առաջ ստուդիան ուղղակի չի թողում ժամանակ ինչ որ բանով զբաղվելու բայց պլաններում դա մեծ մենահամերգն է որը կլինի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում որի օրը մենք շուտով անոնս կանենք դա վինիլն է, որը որ շուտով լույս կտեսնի եւ որի մեջ ընդգրկված կլինեն բոլոր այս 8 ստեղծագործությունները, որոնք մենք արդեն լսեցինք առաջի ստուդիայում հեղինակայինների մասին է եւ կլինեն նաեւ եւս ստեղծագործություններ, որոնք դեռ չեն լսել մարդիկ ու կան շատ համերգներ Միացյալ Նահանգներում տարբեր տեղերում, բայց երևի թե տեսահոլովակի նկարանում շատ շուտով։ Հիմա ամենակարևորը դա մարզահամերգային համալիրում համերգն է, որին մենք արդեն սկսել ենք պատրաստվել եւ դա վստահ եմ լինելու է շատ գեղեցիկ, շատ մեծ ու շատ հետաքրքիր համերգ։ Ես հաջողություններ եմ մաղթում ընդհանրապես ձեզ, որտեղ դուք արժան եք։ Շնորհակալ եմ Քրիստիան։ Շատ արժան եք։ Շնորհակալ եմ եւ քեզ եմ շնորհակալ, որ 3 տարի դիմացար մեզ։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը, որ տվեց այս հնարավորությունը եւ մենք միասին կարծում ստացանք շատ հաջողված պրոյեկտ մեր երկրի մասշտաբներում։ Շնորհակալ եմ բոլոր նկարահանող տղեկին, անձնակազմին, բոլոր մարդկանց եւ ամենակարևորը ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն արտիստներին, որոնք ունեցան մասնակցություն այս պրոյեկտում, որտեղ առանց իրանց այս ամեն ինչը չէր կայանա, տեղի չէր ունենա եւ շատ շնորհակալ եմ, որ իրանք նույնպես մեծ սիրով ու գնահատելով մասնակցել են յուրաքանչյուրը եւ բոլորին շատ շնորհակալություն։ Outro ինստրումենտալ այո ավարտին ասին խնդրեմ։ Գիտես Գրիշա, ամենապատասխանատու հաղորդումներից երկուսը հենց մեր առաջին հաղորդումներ եւ մեր փակման ծրագիրը։ Մի ուրիշ պատասխանատվությամբ ենք մոտեցել այդ ամեն ինչին ու շատ հատկանշական է, որ ես ինստրումենտալները միշտ թողում էի վերջի պահին, միշտ, ինչի։ Որովհետեւ երբ որ երգերը գրում էինք, ակամայից այնպես էր ստացվում, որ ժանրային նրանք իրար ձուլվում էին իրար հետ։ Բացման ծրագրի մեջ, երբ որ 3 երգ արդեն կար, ես ինստրումենտալը երբ որ անում էի, իրանք արդեն լիարժեք դառնում էին 4 ստեղծագործություն, որոնք իրար հետ համակցված էին։ Նույնն էլ outro-ի մասին կարող եմ ասել։ 3 երգը մինչև պատրաստ չեղավ, ես չէի հասկանում ինչ պետք է լինի ինստրումենտալը։ Հա, այնց շատ վերջի պահին եկավ այդ ամեն ինչը ի վերուստ, երևի, չգիտեմ։ Քանի որ առաջի ստուդիայի 3-րդ եթերաշրջանը ես համարում եմ մեկ մեծ մոնումենտալ ստեղծագործություն, ընդհանուր։
ու տրամաբանակն ինքը ունի նախաբան եւ վերջաբան։ Այո։ Բայց սա վերջը չի։ Սա կարծում եմ դեռ նոր սկիզբն է։ Մենք ունենք սկիզբ, սա էլ նոր սկիզբն է։ Այդ դուրս եկա։ Այո, սա նոր սկիզբ է դեպի արդեն ավելի մեծ քայլեր, ավելի մեծ բեմեր ու կարծում եմ Կամի Ֆրենցը պատմության մեջ նաև կմնա իր ինստրումենտալ ստեղծագործություններով, որովհետև այն վարպետները, ովքեր հիմա գործունեություն են ծավալում Կամի Ֆրենցում, ես չեմ վախենում այդ բառից։ Վարպետներ են նրանք մեր հայ իրականության մեջ ու շատ շնորհակալ եմ հատ առ հատ Գևորգին, Հովոյին, Հակոբին, Նորորին, Արտակին, Արթուրին։ Շատ լավ։ Իսկապես որտեղ ամեն մեկը դիրա համը հոտն է տալիս ու բնականաբար շատ ուրախ եմ, որ այդ մեջտեղի քարակուսին մենակ ես չեմ եղել այդ ամեն ինչի մեջ, տղերքի հետ էլ ունեցել ենք շատ հետաքրքիր փորձառություն ու իմ ամենասիրած ստեղծագործություններն են իրանք։ Երրորդ եթերաշրջանը ավարտվում է։ Ինչ կասես վերջում մեզ հերոստայի տողին, խնդրեմ։ Շնորհակալ եմ բոլորին, որ լսում են մեզ, որ գնահատում են, որ հետևում են։ Ուզում եմ, որ շատ էլի լսեն, որովհետև այս մեկը մի քիչ քաղաքական իրավիճակներից ելնելով, մի քիչ մեր կոնտենտը ասր, քաղաքական կոնտենտը ավելի շատ էր, քան երաժշտականը։ Կարծում եմ ամառվա ընթացքում մարդիկ ժամանակ կունենան եւ կվայելեն մեր ստեղծագործությունները։ Չգիտեմ, ուզում եմ շատ լինեն տաղանդավոր մարդիկ մեր երկրում, ուզում եմ մեր երկիրը շենանա, որ այս տեսակ մշակութային հաղորդումները, միջոցառումները, չգիտեմ, նմանատիպ բաները շատանան ու առանձնահատուկ նորից ուզում եմ շնորհակալություն ասեմ Կամի Ֆրենցին, Վահագին, Միտոյանին, Հանրային հեռուստաընկերությանը, քեզ Գրիշա, որ այս տեսակ գեղեցկացնում ես այս հաղորդումը, որովհետև մենք տիտանական աշխատանքի տարանք ու այսօր վերջապես վերջաբանի մասին ենք խոսում։ Այսպես։ Այո, շնորհակալություն երրորդ եթերաշրջանի համար։ Շատ զիլեր։ Շնորհակալ եմ։